Արեգ Գրիգորյանն համաձայն։ Ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի երեխաներ, լավ է, պարոն Խաչատրյան, որ եկաք, որովհետև ես ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, բայց ուզում եմ ձեր ելույթին հակադարձել, ըստ էության, տեսեք, դուք ասում եք այ 8 միլիարդ, ասում եք վերցել ենք զենք ենք արել, բայց ասֆալտ եք արել։ Բայց գոնե փաստում եք, որ ասֆալտ ենք արել, բայց ինչ վերաբերվում է ասֆալտին, թե զենքին, եւ զենք ենք առնում, եւ ասֆալտ ենք սարքում, եւ դպրոց ենք սարքում, եւ մանկապարտեզ ենք սարքում, եւ բուժ հաստատություն ենք սարքում, եւ ոչ միայն այդ գումարները վարկային համաձայնագրերով է գեներացվում, այլ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն չթալանելով է գեներացվում այդ գումարները, չմխսելով է գեներացվում այդ գումարները որևիցե քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևիցե падգամավորի դղյակ չի դառնում, որևիցե նախարարի դղյակ չի դառնում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարով միլիոնատեր, որ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից։ Դու տեսել եք, օրինակ, մի քանի տարի աշխատած падգամավորների կամ նախարարների Երևանի տները, օրինակ, ես չգիտեմ, 150 տարի, 200 տարի, 500 տարի պետք է ապրեմ, որ այդ շենքերի գոնե հայաթի ծախսի գումար ես կարողանամ աշխատեմ։ Այստեղ ասում եք, այ ասում է, վարչապետն ասում է 8 միլիարդի վարկը վերցել ենք զենք ենք արել։ Եվ վարկը վերցել ենք զենք ենք արել, եւ վերցել ենք դպրոց ենք սարքել, եւ պետության գեներացված գումարներից, այն գումարներից, որը չի գողացվել, դրանով ենք սարքել ու շարունակում ենք սարքել։ Եվ հիմա ինչ վերաբերում է նախորդ հարցին, էլի վարկային համաձայնագիր եւ էլի պետբյուջեից ֆինանսավորումով Սյունիքի մարզում ենք սարքում, Գեղարքունիքի մարզում։ Նախ ես շնորհակալ եմ, որ դու ասացիք, որ նաեւ ասֆալտ ենք սարքում։ Շնորհակալություն։ Գառնիկ Դանիելյան, հաջորդ ելույթի համար։ Ես օգտվելով առիթից, որ փոխնախարարը ստեղ է, ես ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել հետևյալ խնդրի մասին։ Գիտեք, որ վերջերս ուրեմն մի քանի մարզերում, Գեղարքունիքի մարզում, Տավուշում, Լոռու մարզում հրդեհներ են բռնկվել եւ այդ հրդեհների արդյունքում նաեւ մենք ունենք շատ լուրջ վնասներ դրա հետևանքով ուրեմն ես հետևյալի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը դարձնել այդ ամբողջ ընթացքում մեր փրկարար ծառայությունը շատ անձնվեր եւ շատ կարեւոր գործ է արել շնորհակալություն եմ հայտնում բոլոր փրկարար ծառայության աշխատողներին օրնիբուն այդ աշխատանքը կատարելու եւ ավելին ասեմ օրեր շարունակ անկուն գիշերներ անցկացնելով եւ անձնվեր աշխատանք կատարելով մեր հայրենակիցները կարողացել են կանխել հրդեհի հետագա տարածումը եւ կարևոր աշխատանք են կատարել հրդեհաշիջման համար ինչ եմ ուզում ասել եւս մեկ անգամ այս ամբիոնը օգտագործելով ուզում եմ խնդրել ակնկալել որ այդ մեր հայրենակիցները որոնք որ շատ պատշաճ իրենց աշխատանքը կատարել են հնարավորության դեպքում ստանան նաև տարվա վերջա պրեմիաներ եւ խրախուսական նաև միջոցներ չգիտեմ պարգևատրեն այդ մարդկանց այն մարդիկ որոնք բարեխճորեն կատարել են իրենց պարտականությունը եւ իրենցից շատերն էլ այդ անձնվիրաբար աշխատանքի արդյունքում նաև տարբեր վնասվածքներ են ստացել եւ նաև դրա վրա եմ ուզում ուշադրությունը կենտրոնացնել, որ այսինքն այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքը շատ բարեխիղճ պատշաճ կատարել են, պետությունը հոգացություն դրսևորի այդ մարդկանց նկատմամբ։ Շնորհակալ եմ։ Արթուր Խաչատրյան։ Այն աստված, որ պարոն Ռուբինյանը ստեղ չէր, ես ուզում եմ ելույթս հանեի, բայց պարոն Գրիգորյանն այս բան ասեց, որ ես փորձեցի ուղեղիս ամենաթաքնված ծալքերից փորձել գտնել երբեմն տենց բան ասել։ Ես հիշեցնեմ, սիրելի երեխաներ, հարցը ինչու՞մ էր։ Մենք ասում էինք 8 միլիարդից ավել պարտքը մեծացրել եք։ Պարտքը զտեք,
առանց դրա ինչքան կներ տնտեսական աճ։ Եվ հնչեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը 8 միլիարդով զենք են կարել։ Ես էլ ասում եմ հիմա այստեղ փոխնախարարները եւ նախորդող նախարարները եւ փոխնախարարները ասում էին պարտք տվեք, որ էս անենք, այն անենք, էս անենք, տարբեր բաներ անենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարն ասում է, չէ ինչ որ ասում էին, սուտ է, զենք եմ առել։ Ես ընդհանրապես առաջարկել եմ մի հատ կողմնորոշվել, որտեղ ոչ կիսահղի են լինում, ոչ էլ կիսա ճշմարտախոս։ Մի հատ կողմնորոշվեք, այդ 8 միլիարդը գնացել է զենքին, եթե 8 միլիարդ զենքի գնացած լիներ, հիմա մենք արդեն լուսնի վրա լազերային թնդանոթներ դրած կլինեինք։ Այդ է եղել ամբողջ խոսակցությունը։ Ես չգնեմ Ադրբեջանը ինչ արել, դուք եք իրանց այդ ջերմ հարաբերությունների մեջ զանգեք հարցրեք։ Լավն է, սում պարոն Գրիգորյան, ես պիտի խնդրեի իմ խոսքերը, եթե աղճատում եք, գոնե մի 20% ճշմարտություն թողեք, թե չէ, ցնցումս կլինի։ Ես երույթը վանդես կեմ։ Ան խաչեցրեմ, ուզում եք մի գնացեք, պատասխանում էլի ուղղակի այնքան կարծում այնքան պարզ հարց է, երեխաներին եք դիվում, կարծում նույնիսկ իրանց տարիքի մարդը, նայեք, ընդհանրապես որևէ աշխատանք անելու համար գոյություն ունի ռեսուրսներ, այս մեր դեպքում պետական բյուջեն, հարկատուների վճարած հարկերը և այդպես շարունակ։ Հիմա պետական բյուջեից ամեն տարի կառավարությունը իր ծրագրի համաձայն վճարումներ է կատարում, զենք է առնում, ճանապարհասարքում, դպրոցասարքում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա որ մի մասը հնարավոր է լինում կառուցել դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, վարկային միջոցներով այն ինչ որ նախարարները ոնց որ դուք հրաշալի նկարագրեցիք, գալիս են ազգային ժողովից խնդրում են համապատասխան օրենքների ընդունում որոշումներ, կատարում են այդ գումարներով, այն մյուս ազատ գումարները ուղղվում են զենք առնելուն, պաշտպանական ծախսերին եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա ի՞նչն է այդտեղ խնդիրը, էլի, այսինքն ուզում եմ հասկանամ դուք մի քանի անգամ արդեն ելույթ եք ունենում անընդհատ այդ նույն բաները ասում եք։ Հիմա ուզում եմ հասկանալ մի մասը արվում է վարկային միջոցներով, մի մասը արվում է հարկերից ստացված միջոցներով։ Եթե վարկային միջոցներով չներգրավվի գումար, ապա դա պիտի արվի պետական բյուջեի միջոցներով։ Պարզ է, չէ՞, ասենք տրիվիալ բան է։ Հիմա եթե արվում է վարկային միջոցներով, հարկային եկամուտները ծախսում են ուրիշ տողերի մեջ, այդ թվում նաև զենքի առնելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա ի՞նչն է էլի խնդիրը։ Ես անկեղծ ձեր հարցադրումները չեմ հասկանում։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ասում եք վարկային պարտավորությունները ինչ եք ստանձնել, մի նախադասությամբ ձեզ ասում են զենք է առնվել։ Հիմա այդ պարզա չէ, որ այդ վարկային պարտավորությունը չի վերցվել տարվեց զենք է առնվել։ Ասենք ինձ թվում է պետք չի էլի ասենք հավելյալ մի ժամ բացատրել, թե ասենք ոնց է դա տեղի ունենում։ Ինձ թվում է շատ պարզ ասեց էլի, պարոն Խաչատրյան, դուք էլ տնտեսագետ եք, ինչքան գիտեմ, պետք չի էլի բան անել։ Քաղաքացիական պայմանագիր պատգամավորական խմբակցության անունից ձայնը տրվում է Հայկ Կոնջորյանի ելույթի համար։ Համեցեք, պարոն Կոնջորյան։ Պարոն Խաչատրյանը հավատարիմ մնալով իրենց լավագույն ավանդույթներին կես ճամփից հետ վերադարձավ, հավատարիմ մնալով լավագույն ավանդույթներին կես ճամփից հետ վերադարձավ։ Պարոն Խաչատրյան, պրոբլեմը հետը դուք շատ լավ հասկանում եք, հիանալի հասկանում եք, հիմա դուք ինչ եք անում։ Դուք հիմա խաչակրած արշավանք եք իրականացնում տրամաբանության դեմ։ Նայեք, ինչա տեղի ունեցել, դուք հարցեր եք տվել, այդ ընթացքում վարչապետը ասել է զենք է առնվել դրանով։ Նաև զենք է առնվել, չի նշանակում այդ ամբողջով է զենքը։ Հիմա եկել եք ասում եք, բա որ զենք է առնվել, բայց ճանապարհ չեք սարքել։ Գալիս ենք ասում եք ճանապարհ եք սարքել, ասում եք, սա աղորը ճանապարհից եք խոսում, դուք ուրիշ բան չեք կարող անեք, մենակ այդ ճանապարհն է։ Ասում եք զենք ենք առել, ասում եք ճանապարհ չեք սարքում, բա ճանապարհ է։ Ճանապարհ ենք առել, զենք ենք առել,
դպրոցներ ենք սարքել, չնայած ես ոնց հասկանում եմ, մի հատ ուրիշ խաչակրաց արշավանք էլ իրականացնում եք դպրոցների վրա, հիվանդանոցներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել, մանկապարտեզներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել, պարոն Խաչատրյան, բազմաթիվ կապիտալ ծախսեր եւ ենթակառուցվածքներ ենք կառուցել, որոնք որ ունենալու են տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Այս էլ ձեզ որպես տնտեսագետ մուլտիպլիկատիվ էֆեկտից գոհ եք, թե գոհ չեք, իհարկե երբեք չեք գալու ասեք, որ գոհ եք։ Բայց այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ, պարոն Խաչատրյան։ Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ, որովհետև եթե մենք այդ պարտքը վերցնում ենք եւ այդ կապիտալ ծրագրերը չենք իրականացնում, որպեսզի մենք ապրենք խաղաղ եւ բարեկեցիկ երկրում, մենք արդյունքում ունենալու ենք մի հատ իրավիճակ, երբ որ լինելու են Հայաստանում ղեկավարներ, ովքեր որ այսօր օրինակ ապօրինի գույքով իրանցից պահանջում են $200 միլիոն։ Այս էլ երեխաների համար, որ դուք ասում եք, երեխաները բնականաբար ուրախություն իրենց եւ բոլորից չեն ապրել Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ կառավարման տարիներին, բայց բնականաբար վստահ եմ, որ կտեղեկանան դրա մասին։ Շնորհակալություն։ Եթե ելի կարիք լինի, պարոն Խաչատրյան, ես պատրաստ եմ այսօր անընդհատ մոտենալ ամբիոնի եւ անընդհատ այս թեմայով խոսալ։ Շնորհակալություն, պարոն Կոնջարյան։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ ողջունենք ազգային ժողով այցելած